Նախ սկսենք նրանից, որ իրապես Սամվել Կարապետյանի շուրջ այս կոնտեքստը քաղաքական այն աստիճան ընդգծված է, որ նույնիսկ ոչ միայն անձնական ազատության իրավունքի նկատմամբ միջամտություն է առկա, քանի որ Սամվել Կարապետյանը ապօրինի կալանավորված է, այլ նաև վերջինիս ընտանիքին պատկանող նաև ձեռնարկատիրական գործունեության ոլորտին կա միջամտություն, որ պատկերացրեք նույնիսկ հենց Սամվել Կարապետյանին եւ իր ընտանիքին վերաբերող օրենքի նախագիծ է ներկայացվում, հատուկ ընդգծված նրա համար, որպեսզի իր սեփականության իրավունքին միջամտություն տեղի ունենա, դա այն է, ինչ կատարվում է հենց հիմա ազգային ժողովում, որը աբսուրդային է։ Իդեպ նույնիսկ մարդկային արժեհամակարգի տեսանկյունից Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին մեր ձևով բնորոշ։ Ես կարծում եմ աբսուրդային է, որ մարդը լինի կալանավորված ու այդ ընթացքում իր սեփականության իրավունքին միջամտություն լինի։ Այսինքն մարդուն կալանավորեն, որպեսզի փորձեն իր բիզնեսը կներեք արտահայտությանս համար խլեն։ Իրավական իմաստով իդեպ այս նախագծի հետ կապված մի հատ վարժություն կարող եմ առաջարկել, որ մեր հայրենակիցների համար շատ ավելի պարզ լինի։ Պատկերացրեք, դուք ունեք ձեր ավտոմեքենան։ Դուք վարում եք ձեր ավտոմեքենան։ Վարում եք լավ կամ վատ, դա կքննարկենք առանձին։ Բայց բարեկային ծառայողը ձեզ կանգնեցնում է եւ ասում է, գիտես ինչ, ես եմ քշելու քո ավտոմեքենան, կամ ես կբերեմ մեկի, ով որ կսկսի քշել քո ավտոմեքենան։ Եղավ։ Այս նախագիծը դրա մասին է։ Իդեպ այլ հարց, թե այդ որտեղից ներկա իշխանությունները որոշել են, որ իրենք ֆանտաստիկ կառավարիչներ են։ Կարծում եմ բոլորս շահագրգռված կլինեինք, որ իրենք լինեին ֆանտաստիկ կառավարիչներ, բայց այն բոլոր ծրագրերը մասնավոր պետություն համագործակցության շրջանակներում, որոնք այս իշխանություններն են իրականացրել, կարծես թե նվազագույն կառավարչական այդ մակարդակը չի պահպանվել։ Գործընկերների շատերը խոսում են անիվի մասին եւ այլ, չէ։ Իդեպ երբ հեծի մասին են նաեւ խոսում, այդ կոնտեքստը, հա, քանի որ այդ հարցին եմ ուզում վերադառնալ, թե ինչի համար Սամվել Կարապետյանը կատարեց այդ հայտարարությունը եւ այլ։ Դրանք բոլորը վիճակագրական, իրավական տվյալներ են։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, որը այս ոլորտի վերահսկողն է, հեծի գործունեության մեջ, այսպես ասած, էական որևէ թերություն չի տեսել։ Ավելին, միայն դրականն է տեսել, եթե այդպես փորձենք համադրության մեջ դնել։ Ավելին, այն ներդրումները, որոնք կատարվել են հեծում այս տարիների ընթացքում, եւս փաստական տվյալներ են։ Իսկն չենք կարող դրանից խուսափենք։ Այն, որ սակագնի փոփոխություն գրեթե չի եղել, դրանից եւս չենք կարող խուսափել։ Այն, որ հարակից պետական կառավարմամբ նույն ոլորտի կարևոր կառույցներից մեկը բեցը ճիշտ հակառակի պատմությունն է, դրանից չեն կարող չէ խուսափել, որտեղ այդ կառավարչական մեղմ ասած խնդիրները հենց այդ կառույցում են։ Ինչևէ, հիմա վերադառնալով նրան, որ այս ամբողջ կոնտեքստը որ ֆիքսում ենք, որ ստացվում է էլ հակասահմանադրական ճանապարհով օրենքի նախագիծ, որ սեփականության իրավունքին միջամտեն, դրանով նաև օտար երկրյա ներդրումների պաշտպանության ռեժիմը լրիվ ոտնահարեն եւ միջազգային հեղինակությանը նաև Հայաստանի Հանրապետության վնաս պատճառեն։ Եվ այդ պայմաններում մի հատ էլ առանց կոչի համար անձին կալանավորեն քրեական հետապնդման ենթարկեն, ինչ պետք է այս դեպքում իրավական process-ը ապահովի։ Համառություն եւ քաղաքական հետապնդման նույնիսկ ամենավառ դեպքերում էլ նշվածի վերաբերյալ իրավիճակի փոփոխություն լինում։ Պետք է որևէ դեպքում չնահանջել, որևէ դեպքում չհուսահատվել։ Եթե պատկերացնենք այսպես, իրավաբաններին, փաստաբաններին, որ հարցնեք, եթե կարևոր մի գործով, օրինակ, էական իրավունքների խախտումների պայմաններում բողոք եք ներկայացնում եւ մակագրվում է Արմեն Դանիելյանին, որոնք են ձեր, այսպես ասած, առաջնային տպավորությունները, դա իհարկե հուսահատությունն է լինում։ Բայց այս պարագայում կարծում եմ, դուք չեք տեսնի հուսահատություն, դուք չեք տեսնի որևէ ձևով, այսպես ասած, իրավական մաքսիմալ գործիքակազմի իրացումից նահանջ։ Քրեական դատավարության օրենսգիրքը տարբեր գործիքակազմեր նախատեսում է։ Նաև միջազգային իրավական տարբեր գործիքակազմեր կան։ Վստահ եղեք, դրանցից յուրաքանչյուրը իրացվելու է։ Նաև համոզված եղեք մեկ այլ բանում եւս։ Այս ամենը, որ այդքան ակնհայտ է կատարվում, այն աստիճան, որ ստացվում է մենք բողոքից հրաժարվում ենք, անմիջապես դատախազությունը բողոք է ներկայացնում, հաջորդ օրը դա փաստագրված է։ Իդեպ հարց հնչեց, թե ինչի համար է բողոք ներկայացնում։ Իրականում հիմքը, եթե անկեղծ լինենք, նա է, որ Արմեն Դանիելյանը հանգարտ չհեռանա այս գործից։ Կարար հենց դա խնդրամասում էլ գրվեր։
Ձևական իմաստով այդ եթե չեմ սխալվում 3 կամ 4 էջից բաղկացած բողոքը վերաբերում է նրան, որ առաջին ատյանի դատարանը, հաշվի առնելով, որ Սամվել Կարապետյանը նախկինում երբևէ արատավորված չի եղել, արձանագրել էր, որ նոր հանցանք կատարելու ռիսկը առկա չէ։ Դատախազությունը ներկայացրել է բողոք, որ դատարանը պետք է արձանագրեր նաև նոր հանցանք կատարելու ռիսկը։ Այդ բողոքը ներկայացրել է մեր կողմից բողոքից հրաժարվելուց հետո։ Հիմա եթե իսկապես իրենք ազնիվ էին դրանում, Տիկին Մամուլյան, ախր ինչ հիմնավորում կարող է լինել, գրել են, որ պարզապես պետք է գրվեր, որ նոր հանցանք կատարելու ռիսկը կա։ Վստահ եմ ձեզանից որևէ մեկի համար նորություն չէ, որ մեր իրավապահները առանց որևէ մի փաստական տվյալի ներկայացնում են միջնորդություններ եւ գտնում են, որ ռիսկերը առկա են, առանց որևէ տվյալի։ Իդեպ մի հետաքրքիր հանգամանք հիշեցնեմ ձեզ գործընկերներ, չեմ ուզում համեմատական որևէ մի վերլուծություն կատարեմ, պարզապես սառը փաստ եմ ուզում արձանագրել։ 2021 թվականին Դատախազության կողմից մշակվել էր օրենսդրական նախաձեռնություն ազգային ժողովի 7-րդ գումարման դեռևս ժամանակահատվածում, ըստ որի միջին ծանրության հանցանքների դեպքում կալանքը կանխատեսական ռիսկերի դեպքում, այսինքն առանց ոչ մի փաստական տվյալի, չի կարող կիրառվել։ Կալանքը միջին ծանրության հանցանքների դեպքում պետք է կիրառվի բացառապես, եթե կան կոնկրետ փաստական տվյալներ։ Մենք խոսում ենք ժողովրդավարության դինամիկ զարգացման մասին։ Ի վերջո Ֆրանսիայի նախագահն է խոսում ժողովրդավարության մասին։ Իսկապես ես չեմ ցանկանա, որ Ֆրանսիայում արդար դատաքննության իրավունքը լինի այնպիսին, ինչպիսին օրինակ Սամվել Կարապետյանի գործով է Հայաստանի Հանրապետությունը։ Քանի որ ես չեմ սիրում բացասական երևույթներ մաղթել այլոց։ Լինի դա Ֆրանսիայի Հանրապետությունը, թե այլ երկիր։ Եթե բացասական հանգամանքներ մաղթելուց լինենք, ցանկանալուց լինենք, իհարկե հարևան երկու երկրները առավել քան բավարար են։ Բայց եթե սա ժողովրդավարության տեսանկյունից նվազագույն առնչություն ունի, ուրեմն իրականում կամ ժողովրդավարության ընկալումը ամբողջ աշխարհում է փոփոխվել, կամ պարզապես սա տոտալ հակաժողովրդավարական իրավիճակի մասին է խոսում։